Բայց դուք նաև այսպես կտրականապես չեք հերքում Տիկին Կարապետյանց, որ իրապես կարող էր պարոն Գալստանյանը ծրագրած լիներ այն, ինչի մասին ձայնագրություններում ասում է։ Դուք Ես դեմ եմ էսենց ձևակերպումների, Ռոբերտ ջան, դուք ինձ ուզում եք հիմա ասել, ես ինչ որ մի մարդու առանձնապես ծանր հանցագործության մեջ ես իրեն կասկածում եմ, թե չէ, Ռոբ ջան, լավ էլի, խնդրում եմ, Ռոբերտ ջան, ես ձեզ շատ սիրում եմ ու շատ հարգում եմ, բայց դուք հիմա մոտավորապես նույն բանն եք փորձում անել, ձևակերպումը, ինչը անում է Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ ուղղակի, ես ձեզ տենց չեմ ճանաչում, ես գիտեմ, որ դուք շատ լավ պրոֆեսիոնալ աշխատում եք, սա շատ վտանգավոր չէ, Ռոբերտ ջան, սա շատ վտանգավոր բան է, ես ասում եմ, այն պահից, երբ որ հրապարակվեցին բավարար ապացույցներ առ այն, որ որևէ մեկը ուզում է սուրբ կլինի, ուզում է սրբազան կլինի, ուզում է, չգիտեմ, вообще սրբության հետ կապ չունեցող մարդ լինի, եթե եղան բավարար հիմքեր, բանը, ահաբեկչություն հոդվածը հիմնավորելու համար, այդ մարդը պիտի դատական համակարգով համապատասխան համարժեք պրոցես անցնի եւ կրի պատասխանատվություն, դա դաժե չի քննարկվում, եթե ես էլ լինեմ այդ մարդկանց կազմում, եթե շատ հարազատ մարդիկ լինեն այդ կազմում, ուրեմն իրանք էլ պիտի պատասխանության, բայց ինչ պիտի անել։